1997-ի սեպտեմբերի 3-ին կառավարությունը սահմանում է նիստերից հետո լրագրողների հետ հանդիպելու կարգ։ Առաջինը էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանն է։ Նա տեղեկացնում է, որ Մոսկվայում կնքվել է հայ-ռուս-գազարդ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։ Այն զբաղվելու է Հայաստանում գազատար խողովակների նորոգմամբ եւ նորերի կառուցմամբ։ Նույն օրն անկախ հեռուստաընկերությունները դժգոհ են հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի նախագծից, եթե այն ընդունվի այս տեսքով, Հայաստանում անկախ հեռուստաընկերություն չի մնա, ասում է Արմավիրի մասնավոր հեռուստաընկերության ղեկավարը։ Օրինագիծը պահանջում է, որ եթերում հնչող երաժշտության 50%-ը լինի հայկական։ Այս օրենքի նախատիպը ղազախական օրենքն է, որտեղ այն ընդունելուց հետո գրեթե բոլոր անկախ հեռուստաընկերությունները փակվել են։ 1998-ի այս օրերին Արմավիրի շրջանի Զարթոն գյուղում մոլեգնում է անհայտ բնույթի աղիքային վարակ։ Նախնական վարկածով պատճառը ջուրն է։ Ոստիկանությունը շրջափակել է գյուղը, ներս չեն թողում նույնիսկ հերթափոխի եկած մանկական բժշկուհուն։ Թումանյանագետ Լուսիա Կարապետյանն ուզում է գիտությունը փրկել տգիտությունից։ 1998-ի սեպտեմբերի 3-ին նա պահանջում է, որ Թումանյանի տուն-թանգարանում աշխատեն միայն թումանյանագետներ։ Սակայն այս հավաքի առիթը բողոքն է մի հրապարակման դեմ, որտեղ գրված է, որ Երևանում Թումանյանը եղել է միայն մեկ անգամ, բայց նրա համար հուշարձան են կառուցել։ Հայաստանում է Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը։ Այսօր նա այցելում է պետական համալսարանին դասախոսներին եւ հայտարարում, որ Ղարաբաղյան կոնֆլիկտում Ռուսաստանը ձգտում է այնպիսի լուծման, որը հաշվի կառնի Լեռնային Ղարաբաղի բնակչության օրինական իրավունքները։ Оно в том числе должно включать гарантии безопасности и беспрепятственного сообщения с Арменией и в то же время не ущемляя территориальную целостность Азербайджана. 1999-ի այսօրը Տիգրան Մեծ հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը հրաժարվում է տպագրել Հայկական ժամանակ օրաթերթի այսօրվա համարը։ Օրաթերթը տպարանին պարտք չունի, ուստի պարոն Մարկոսյանն իր արարքը պատճառաբանում է նրանով, որ տպարանը թուղթ չունի։ Թուղթ տվեք տպագրեմ, թերթին այսպես է դիմում նա։ Մի խումբ լրագրողներ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մոտ նույն օրը համր ցույց են կազմակերպում։ Առիթը դատարանի այսօրվա որոշումն է ընդդեմ Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, որը մի հրապարակման մեջ մարդուն որպես չուգուն որակելու առիթով դատապարտվեց 1 տարի ազատազրկման։ Նման չէր եղել, որ լրագրողին խոսքի հրապարակման համար ուղարկեին քրեական հանցագործների մոտ։ Նիկոլ Փաշինյանը դաշնակցության ռամկավարների եւ մնացածների հայացքները ընդունում էր, երբ որ նրանց վրա ճնշում էր գործադրվում պաշտպանում էր։ Նա սկզբունքն էր պաշտպանում, ազատ խոսքի։ Перефразировав Высоцкого, можно сказать так: «Чугун должен сидеть в тюрьме». Այդ անձամբ էր ներկայացրել իր տեսակը որպես որակում կիրառող Նիկոլ Փաշինյանի դեմ կայացված դատավճռի դեմ բողոքի ցույցին։ Փաշինյանը խմբագրություն ներկայացած հարկադիր կատարողին կոպիտ վարքի համար անվանել էր կազյոլ։ Ոստիկանները դեպքի վայրից անհայտ ուղղությամբ բերման ենթարկեցին նաև այծին։ Ռոբերտ Քոչարյանն անձամբ ընդունում իր պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ցույցի դուրս եկած լրագրողների մի մասին, որպեսզի հասկանա, թե ինչու են Փաշինյանի դեմ կայացված դատավճռի համար լրագրողները դիմում իրեն։ Լրագրողները Քոչարյանին տեղյակ են պահում, որ սահմանադրությամբ ինքը ազատ խոսքի երաշխավորն է։ Նախագահը հակադարձում է, որ ինքը նաև անկախ դատական համակարգի երաշխավորն է եւ Փաշինյանի դատավճռի հետ կապ չունի։ 2001-ի այս օրերին հայտնի է դառնում, որ Ռուսաստանին ունեցող Հայաստանի պարտքի դիմաց ռուսներին կհանձնվի ոչ միայն Մարս գործարանը, այլև Մերգելյանի անվան ինստիտուտն ու գործարանը։ Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Ինչ տարբերություն, դա ասենք բաժնետոմսերը վաճառվում է, ասենք Պետրոսյան Պողոսին, թե Իվանով Սերգեյին։ Վրաստանն առայժմ չի վճարելու իր արտաքին պարտքը Հայաստանին, որը մոտ $20 միլիոն է։ Այդ պարտքն առաջացել է էներգակիրների մատակարարումից եւ այնուհետեւ ձևակերպվել որպես վարկ։ Ինչ որ բան սակայն վրացիները կվճարեն։ Այս տարի տոկոսային մասով բյուջեում նախատեսված գումարները մենք Վրաստանից կստանանք։ Այս տարի $4 միլիոն համարժեք է, վճարումը եւ այդքան էլ մյուս տարի։ 2008 թվականի նախագահի ընտրությունները ընթանալու են երկու փուլով, երկրորդ փուլում մնալու ենք ես եւ Սերժ Սարգսյանը, եթե նա առաջադրի իհարկե իր տեխնատությունը։ 2007-ի սեպտեմբերի 3-ին հայտարարում է Արամ Կարապետյանը։ Նա չի կասկածում, որ հաղթելու է Սերժ Սարգսյանին, հարցին թե դուք եք լինելու մեր հաջորդ նախագահը։ Նոր ժամանակների առաջնորդը փորձում է մարգարեանալ։ Դուք հասացիք։ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պարզաբանում է, թե հայ-թուրքական երկխոսություն նախաձեռնելու համար ինչու է պահանջում ոչ թե դրա հեղինակ Սերժ Սարգսյանի, այլև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ Նախագահի հրաժարական նշանակում է 40 օր հետո նախագահի ընտրություն։ Եվ եթե մենք չունենք այն վստահությունը, որ 40 հետո մենք ենք հաղթելու, ուրեմն դա ուղղակի
մեկ ռիսկ է, որը կարող է վերջանալ ավելի վատ հետևանքներով։